Լիբանանյան Հեզբոլլահի խորհուրդը խմբավորման նոր գլխավոր քարտուղար է նշանակել Հաշեմ Սաֆիեդինին։ Հաշեմ Սաֆիեդինը զբաղեցնում է Հեզբոլլահի գործադիր խորհրդի ղեկավարի պաշտոնը եւ խմբավորման հրամանատարական շղթայում երկրորդն էր։ Նա գլխավոր քարտուղարի պաշտոնում կփոխարինի իսրայելական հարվածի հետևանքով Բեյրութում զոհված Հասան Նասրալլահին։ Ալ-Արաբիան նշում է, որ Սաֆիեդինը Նասրալլահի զարմիկն է, նաեւ Իրաքում ամերիկյան ավիահարվածից սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի փեսան։ Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Հեզբոլլահի ղեկավարին թիրախավորող հարվածի ընթացքում սպանվել է խմբավորման ավելի քան 20 բարձրաստիճան հրամանատար։ Բեյրութում Իսրայելի կողմից լիբանանյան Հեզբոլլահի շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի սպանությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Թել Ավիվ ռեժիմը հանցավոր է ու չի հետևում միջազգային ոչ մի նորմի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նաեւ կեղծեն Ամերիկայի Միացյալ Նահանգների ու եվրոպական երկրների ղեկավարների խոստումները հրադադարի մասին, որի դիմաց Իրանը չէր պատասխանելու Թեհրանում Իսրայելի կողմից Պաղեստինյան համաշարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայել Հանիեի սպանությունը, նշել է Իրանի նախագահը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը կարծում է, որ բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարում իր հակառակորդ հանրապետական Դոնալդ Թրամփը անօրինական միգրացիայի խնդիրը օգտագործում է բացառապես նախընտրական նպատակներով եւ ի վիճակի չէ լուծել այն։ Նման գնահատականով նա հանդես է եկել Կիրակի Լաս Վեգասում կայացած նախընտրական միջոցառման ժամանակ։ Սրանք լուրջ խնդիրներ են եւ մենք գիտենք, որ Դոնալդ Թրամփը չի լուծի դրանք, ասել է Հարիսը։ Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետականները, ինչպես նշում էին լրատվամիջոցները, Թրամփի ճնշման տակ չաջակցեցին Սենատում երկու կողմի համաձայնեցված օրինագծին սահմանին միջոցները խստացնելու վերաբերյալ։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո կկանգնի դատարանի առաջ, հայտնում է ռասիստական եւ այլայտյաց վարքագծի մշտադիտարկման կենտրոնը։ Այս կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ նախագահի, նրան մեղադրելով իր պետության քաղաքացիներին վիրավորելու համար։ Ռասիստական եւ այլայտյաց վարքագծի մշտադիտարկման կենտրոնը X-ում տեղադրել է դատարանի ծանուցում, որում նշվում է, որ Վարշավայի շրջանային դատարանը գործի լսումը նշանակել է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին։ Նեպալում վերջին երկու օրերին հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը հասել է 193-ի։ Տեղի իշխանությունների տվյալներով եւս 96 մարդ վիրավորվել է, 31 մարդ անհետ կորած է։ Նշվում է, որ մարդիկ հիմնականում զոհվել են Նեպալի մայրաքաղաք Կաթմանդուում, որտեղ հորդառատ անձրևներ են տեղացել եւ քաղաքի հարավային հատվածի մեծ մասը հեղեղվել է։ Ըստ տեղի իշխանությունների սեպտեմբերի 29-ին եւ 30-ին եղանակը բարելավվել է, ինչը թույլ է տվել ակտիվացնել փրկարարական եւ վերականգնողական աշխատանքները։